Հարգելի գործընկերներ, զեկուցվող հարցով ներկայացնում եմ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Իհարկե ընդունված է, որ կառավարության ծրագիրը առավել մանրամասն քննարկում ենք ազգային ժողովի նիստում եւ բնականաբար ենթադրաբար մյուս շաբաթ տեղի ունեցող ազգային ժողովի նիստում ես եւ մեր գործընկերները հանդես կգանք մանրամասն զեկույցով կառավարության նիստի ձևաչափում ուզում եմ ընդգծել հետեւյալ առանձնահատկությունները կառավարությունը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով եւ շատ կարեւոր է արձանագրել որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Ճիշտ է այդ գաղափարախոսության այդ հայեցակարգի մասին 2024 թվականին ես խոսել եմ լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ նաեւ կառավարող կուսակցության մշտական գործող մարմնի ղեկավար եւ բնականաբար կառավարությունն էլ եւ խորհրդանական մեծամասնության մեր գործընկերները կառավարող քաղաքական ուժի վարչությունը այդ գաղափարախոսությունը այդ հայեցակարգը կիսել են, բայց իհարկե մենք այդ գաղափարը կիսել ենք նաեւ ժողովրդի հետ, բայց ժողովուրդը արտահայտվելու, արձագանքելու դե յուրե հնարավորություն չի ունեցել։ Դե ֆակտո մենք տեսել ենք, որ այդ գաղափարախոսությունը քայլ-քայլ արժանանում է ժողովրդի աջակցությանը։ Եվ բայց շատ կարևոր էր ընտրությունների արդյունքները այս տրամաբանությամբ եւ սա շատ էական եւ կարևոր հանգրվան է, որ մենք կարող ենք արձանագրել, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը։ Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է նաև կառավարության ծրագրի նախագծում, որ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Մենք այս հասկացության մասին նույնպես խոսել ենք, այդ մասին մասնավորապես խոսվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, որը ընդունել է համապատասխան հռչակագիր, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ եւ այստեղ միայն հակամարտության եւ խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Ինչի համար է պետությունը։ Ինչ գործնական առաքելություն եւ գործառույթ ունի պետությունը։ 3-րդ հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն է։ Եվ սրանից բխել են նաև որոշակի գործողություններ եւ ըստ էության այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը եւ Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել։ Ես այս խնդրին իհարկե կանդրադառնամ ավելի մանրամասն, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավակ եւ միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները
սերում են, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն ես ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ, մեր կառավարության մի զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիչ է եւ նույնիսկ նոր սերնդի քաղաքական գործիչների մի զգալի մասը սերում է Ղարաբաղյան շարժումից։ Սա ես ինչի համար եմ ասում, որովհետեւ սա էական արձանագրում է, բայց նաեւ վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեությունը, ընդ որում մեր պրակտիկ գործունեության մեջ կա մի շատ կարևոր եւ առանձնահատուկ նրբություն։ Մենք այդ գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում բացված չեն եղել երբեք, այն կանխավարկածով, որ տրամաբանությամբ դե այդ էջերի բովանդակություն դե պարզա եւ բոլորին հայտնի է։ Մենք ասել ենք շատ լավ, պարզա բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը, կարդանք, տեսնենք թե ինչ է գրված այդ էջերում եւ այդ էջերի ընթերցումը եւ այդ էջերի հետ գործնական, այդ բովանդակության հետ գործնական առնչություններն են, որ մեզ եւ նաեւ ժողովրդի հետ գործնական առնչություններն են, որ մեզ բերել են խաղաղության օրակարգին, որից բխում է նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ հակառակը։ Այս թեմային ես նախկինում շատ եմ անդրադարձել, բայց սա սկզբունքային կարևոր հարց է նաև 2021 թվականի ընտրությունները եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանելու համար։ Էլի նոր բան ասած չեմ լինի, ասելով, որ 2021 թվականի ընտրություններին մենք մոտ գործեցինք միջին վիճակագրական քաղաքացիական պայմանագիր, կոտորակ, դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին եւ այլն, այն ինչ երրորդ հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական եւ կարեւոր մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենակտիվ ձևով այն մարդիկ մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ այդ հայացքը եւ այդ հայեցակարգը։ Իհարկե դա տեղի չի ունեցել մի օրում եւ մի անգամից, սա շատ կարեւոր է, որովհետեւ 2021 թվականի օգոստոսին ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը ես այս դրվագի մասին ասել եմ արձանագրելով, որ նախընտրական քարոզչությունը որպես կենթանի process իր հետ բերել է նոր բովանդակություն եւ արտահերտ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար խաղաղ զարգացման օրակարգ խաղաղ զարգացման հնարավորություն բացելն է։ Միևնույն ժամանակ կառավարության նախորդ ծրագրում արձանագրված են եղել կետեր, այսինքն նախորդ ծրագիրը ինքը հիբրիդային ծրագիր է եղել։ Մի կողմից ինքը ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից հին բովանդակությունը նաև տեղ է գտել այդտեղ։ Այսօրվա առանձնահատկությունը ինչ է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ 4-րդ հանրապետության տեսլականի վրա, եւ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում։ Բայց կա սրանից բխող մի շատ կարևոր արձանագրում, որը կապ ունի 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության հետ։ Մենք 2018 թվականին ժողովրդի հետ իրականացրինք հեղափոխություն իր շատ կոնկրետ օրակարգերով։
Բայց ճշմարտությունը այն է, որ 2018 թվականի կեսին մենք ստանձնեցինք Հայաստանի Հանրապետության կառավարումը, 2019-2020 թվականի մարտից մենք գտնվում ենք ըստ էության անընդհատ գտնվել ենք ճգնաժամային կառավարման վիճակում, նախ COVID-ի բերումով, երկրորդը արդեն պատերազմի եւ յետպատերազմական ներքաղաքական խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության մեր էներգիայի, ուշադրության եւ օրակարգի զգալի հատվածը, մեծ մասը նվիրված է եղել հենց ճգնաժամային կառավարման տրամաբանությանը, այդ ճգնաժամային կառավարման արտաքին եւ ներքին գործոնների հետ առնչվելով։ Եվ սա պատճառը, որ կամ պատճառներից հիմնականը, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության օրակարգը օբյեկտիվորեն հնարավոր չի եղել արժանացնել այն ծավալի ուշադրության, ինչ ծավալի ուշադրության ենթադրաբար մենք այն արժանացնում ենք 2018-2019 թվականներին։ Կառավարության ծրագրի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղաղությունը եւ այս նոր միջավայրը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք կերպով վերադառնալ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության օրակարգի չիրականացված հատվածին։ Լավ լուրը այն է, որ ճգնաժամային կառավարման այդ ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը եւ ես հիմա ունեմ համոզվածություն եւ ընթացիկ process-ները դա ցույց են տալիս, որ ունենք անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություն, որպեսզի բնականon ձևով շարունակենք հեղափոխության օրակարգի իրականացումը։ Բայց ես նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հեղափոխական օրակարգի իրականացումը շատ կոնկրետ պարտավորություն որպես արձանագրում ենք նաև հետևյալ կերպ, որ մենք պետք է շարունակենք եւ նոր թափ հաղորդենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներին եւ ընդ որում մենք ոչ թե պետք է ինքներս մեզ համար արձանագրենք, որ այդ բարեփոխումներում հաջողել ենք, այլ մենք մեր արածը պետք է չափենք միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։ Այս շատ կարևոր է, որովհետև այո, մենք կարող ենք որոշումներ ընդունել, հետո իրար համար արձանագրել, որ մենք այդ խորությամբ բարեփոխումներ իրականացրել ենք, բայց սա լավ չափման միջոց չէ։ Մենք պետք է կողմնորոշվենք միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներով։ Ժողովրդավարությունը իր բացվածքը ունի հասկանալիորեն, խոսքի ազատություն, մամուլի ազատություն, թափանցիկ կառավարում, մասնակցային կառավարում, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատական համակարգ եւ այլն եւ այդպես շարունակ, եւ այս ուղղություններով մենք պետք է կարողանանք էական եւ տեսանելի առաջընթաց արձանագրել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո շատ լուրջ առաջընթացներ արձանագրելով կարևորագույն ուղղություններով մենք տեղ-տեղ որոշակի ստագնացիոն իրավիճակի մեջ ենք իմ նշած հանգամանքների բերումով, բայց հիմա այս նոր ժամանակաշրջանում մենք պետք է անպայման շարունակենք այն առաջընթացը, որը ինչ որ առումով դանդաղել կամ ընդհատվել է ճգնաժամային կառավարման բերումով։ Հաջորդ նրբությունը, որի վրա ես ուշադրություն եմ ուզում հրավիրել, իհարկե տեխնիկապես դա արտահայտել ենք մենք 3 նախարարությունների անվանման եւ գործառույթների փոփոխության մասին են նախագծով, որը ինչքան հասկացա այսօր էլ դեռ ազգային ժողովում գոնե միջև այս պահը չի քննարկվում, բայց առաջիկայում կքննարկվի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում մեր առաջարկած փոփոխությունները։ Առաջին փոփոխությունը, որին ուզում եմ անդրադառնալ, արտաքին գործերի նախարարությունը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն անվանելու նախաձեռնությունն է եւ սա էլ կապ ունի իմ նշածի հետ։ Սկզբունքորեն
Այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետև զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է կա արտաքին գործերի եւ առևտրի նախարարություն տարբեր վարիացիաներով, բայց մանդատի մեջ նախարարության սովորաբար միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը մտնում է։ Մեր դեպքում դա տեղի չի ունեցել եւ ի վերջո դա ունեցել է եւս մեկ շատ օբյեկտիվ պատճառ։ Պետք է ընդունել, որ ըստ էության երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում արտաքին գործերի նախարարության գործունեության եթե չչափազանցնենք 75-80%-ը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների եւ գործունեության հետ։ Հիմա եւ ըստ էության տնտեսական օրակարգերը, ասենք այդպեսի ըմբռնում եղել է, որ լավ կլինի, որ տնտեսական օրակարգերն էլ սպասարկենք մենք արտաքին հարաբերություններում, բայց դա այդքան էլ չի ստացվել, այդ թվում իմ նշած օբյեկտիվ պատճառով։ Հիմա մենք այս գործունեության այս ուղղությունը պետք է շատ ակտիվացնենք, մանավանդ որ լավ է մենք դեսպանատների բավականին լավ ցանց ունենք, իհարկե մեր օրակարգերին զուգահեռ այդ ցանցերը մենք զարգացնում ենք եւ կզարգացնենք, բայց տնտեսական գործունեությունը, միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն մեր դեսպանատների եւ ընդհանրապես մեր դիվանագիտական ծառայության ամենօրյա աշխատանքային օրակարգի մեջ։ Մենք իհարկե կաշխատենք եւ նաեւ առևտրային կցորդների ինստիտուտը կհասկանանք այս նոր համակարգի մեջ որտեղ ենք տեղադրում եւ ինչ տրամաբանությամբ եւ ինչ մանդատով, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ սա կարևոր հայեցակարգային փոփոխություն է, որի մասին խոսելու առիթներ նախկինում ունեցել ենք եւ առաջիկայում էլ կունենանք։ Հաջորդը, որի մասին ուզում եմ ասել, մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը անվանում ենք, վերանվանում ենք, առաջարկում ենք վերանվանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Դրդապատճառները ակնհայտ են, որովհետեւ արհեստական բանականությունը արդեն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն եւ մենք պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենանք եւ մեր ընկալումը այն է, որ նախարարությունում կձևավորվի նաեւ արհեստական բանականության գրասենյակ, լավ լուրն այն է, որ արհեստական բանականության ենթակառուցվածքը այլևս մեզ համար նորությունների թողարկման մեջ գտնվող նյութ չէ եւ ընդամենը վերջին 1 տարվա ընթացքում մենք շատ լուրջ եւ էական զարգացումներ ենք արձանագրել, որովհետեւ մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում 3 սուպեր համակարգչային կենտրոն, որոնցից 2-ը արհեստական բանականության գործարաններ են, բայց շարունակությունը ավելի կարևոր է։ Այն մտադրությունները եւ ծրագրերը, որոնք արդեն հաստատել են ներդրողները մեզ հետ կառավարության հետ եւ նախարարության հետ, դա մեզ ստիպում է մտածել, որ մենք այս ոլորտում հատկապես մեր աշխատանքի տեմպը եւ ծավալները պետքա փոխենք։ Այստեղ գալիս է մեկ ուրիշ մարտահրավեր, որը վերաբերվում է մեր էներգետիկ ռազմավարությանը, որովհետեւ եթե հիմա մենք օրինակ 4 տարի առաջ կամ 3 տարի առաջ կամ նույնիսկ 2 տարի կամ նույնիսկ տարի ու կես առաջ մենք չենք կարող իրատեսորեն նման զարգացումներ կանխատեսել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ արհեստական բանականության ոլորտը Հայաստանում մեծ տեմպերով աճելու է, սա նշանակում է, որ մենք էլեկտրական էներգիայի սպառման վերաբերյալ մեր պատկերացումները եւ արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետքա վերստուգենք, ինչքանով է դա համապատասխանում այն նոր միջավայրին, որը ձևավորվում է, որովհետեւ սուպեր համակարգչային կենտրոնները ծախսում են այնքան էլեկտրական էներգիա, ինչի վերաբերյալ մենք դեռ չենք էլ պատկերացնում ծավալները, որովհետեւ պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ էլեկտրական էներգիայի
սպառման եւ մենք այս ուղղությամբ պետքա շատ ակտիվ աշխատենք եւ արդեն աշխատում ենք։ Եվ երրորդ փոփոխությունը կապված է նախարարության անվան հետ, որ էլի հայեցակարգային խորք ունի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մենք առաջարկում ենք վերանվանել աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Ինչն է այստեղ հայեցակարգային նրբությունը, որի մասին Միչայելոց այս դահլիճում բազմիցս խոսել ենք, մեր իրականության մեջ աշխատանքը ասոցացվում է չարչարանքի հետ եւ այստեղից տրամաբանորեն բխում է, որ երբ որ աշխատանք ոնց շարունակենք այդ նախադասությունը եւ սոցիալական պաշտպանություն։ Այստեղ մի քիչ կարծում եմ խորհրդային տրամաբանություն էլ կա, որտեղ տրամաբանությունը հետեւյալն է, որ մարդը պետք է աշխատի, բայց իր սոցիալական հարցերը, իր հարցերը, բարեկեցության հարցերը պետք է լուծի պետությունը։ Այսինքն մարդը պետք է աշխատի որպես իր պարտականություն, բայց բարեկեցության հարցերը պետք է լուծի պետությունը պետք է տա բնակարան, պետությունը պետք է տա հանգստյան տան ուղեգիր եւ այլ ավտոմեքենա եւ ամեն ինչ։ Էլի մենք խոսել ենք, մենք կարծում ենք, որ մենք աշխատանքը պետք է անցալենք որպես բարեկեցության գործիք եւ ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունում բարեկեցություն հասկացությունը եւ բարեկեցություն հասնելու մոդելը պետք է լինի հետեւյալը. կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Այսինքն բարեկեցությունը մենք այս շրջանակում ենք պատկերացնում եւ մեզ համար շատ կարեւոր է այս ընկալումը լինի, որ աշխատանքը բարեկեցության հասնելու գործիք է։ Որն է այդ ճանապարհին պետության անելիք։ Պետության անելիքը, եթե հենց այս տրամաբանության մեջ նայենք, մարդուն օգնելը, որ աշխատանքի շուկայում ինքը լինի հնարավորինս ավելի մրցունակ եւ այստեղ իհարկե բազային համակարգը կրթության համակարգն է, նախադպրոցական կրթությունից սկսած, բայց շատ կարևոր է, որ մենք աշխատանքը եւ կրթությունը ընկալենք որպես C կյանս գործընթաց։ Առավել եւս արհեստական բանականության զարգացման տրամաբանությամբ համաշխարհային նոր պրոբլեմայի հայտ գալիս։ Դա աշխատատեղերի կրճատումն է, որովհետեւ արհեստական բանականությունը ըստ էության անում է տասնյակ, հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդկանց գործ։ Եվ մասնավոր հատվածը մասնավորապես ոչ մի կասկած չկա, որ ծախսերի կրճատման տրամաբանությամբ գնալու է այս ուղղությամբ։ Ինչպես ենք մենք այս մարտահրավերի հետ առնչվելու։ Սա շատ կարևոր աշխատանք է, որը մենք պետք է անենք, հասկանալու համար, թե նախ այնտեղ, որտեղ մենք արհեստական բանականության զարգացման եւ կիրառման ձևերը կարող ենք կարգավորել, մենք պետք է կարգավորենք այնպես, որ ոչ թե արհեստական բանականությունը փոխարինի մարդուն, այլ արհեստական բանականությունը օգնի, որպեսզի մարդը ավելի արդյունավետ աշխատի։ Այսինքն մենք չպետք է, ամենայն դեպս մենք պետք է ջանք գործադրենք մեր մասով, որպեսզի արհեստական բանականությունը մարդուն կյանքից դուրս չթողի։ Եվ սա լրջագույն մարտահրավեր է եւ այս առումով մենք շատ լուրջ անելիք ունենք։ Իհարկե առանց գլոբալ գիտելիքի հետ հաղորդակցվելու մենք դա չենք կարող անել, եկեք չփորձենք բարձրանալ ինքներս մեզ գերագնահատել, որ մենք առանձին վերցրած Հայաստանի Հանրապետությունում այդ հարցը կարող ենք լուծել, բայց Հայաստանի Հանրապետությունում կան առանձնահատկություններ, որոնք մենք մեր կարգավորումներով կարող ենք մեր ազդեցությունը ունենալ, իհարկե նաև աշխարհի պրոցեսներին համընթաց շարժվելով։ Եվ մեր գաղափարաբանության մեջ ի վերջո այս ամենը ամփոփվում է հետևյալ մի բանաձևով, որը հնչում է հետևյալ կերպ. պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Սա արտահայտվում է մարդուն ուժեղացնելով կրթությամբ, աշխատանքի շուկայում եւ կյանքում ինքը իր բարեկեցությունը վաստակելու ճանապարհին
Եվ երբ որ մարդը ինքը իր բարեկեցությունը վաստակում է, ակնհայտ է, որ ինքը դրանով արդեն ուժեղացնում է պետությունը, որովհետև այդ բարեկեցությունը նշանակում է աշխատանք, այդ բարեկեցությունը նշանակում է վճարված հարկեր եւ այլն եւ այսպես շարունակ սրանից բխող տրամաբանությամբ։ Իհարկե կրթության մասին խոսեցի եւ ելի շատ ենք խոսել կրթության մասին եւ ելի ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագրում առանցքային է ընկալումը, որ կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարություն է։ Մեր ընկալումը հետեւյալն է, չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ առանց կրթության։ Ուղղակի չկա այդպիսի բան, որտեղ ուզում ալնի, որ ոլորտում ուզում ալնի եւ ընդհակառակը պետական կառավարման համակարգում սա հատկապես կարեւոր է։ Մենք ամեն օր պետքա առերեսվենք այս խնդրի հետ, որ մենք ամեն օր բոլորս մեր կրթությամբ պետքա զբաղվենք։ Եվ նաև մենք կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգը ներդնելիս եւ ներդրման մեջ մեր կարևոր մոտիվացիաներից մեկը այն է, որ մենք այնտեղ մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաները կրթության այս անհրաժեշտությունը ոչ միայն գիտակցեն, այլև այս համակարգով իրենք որոշակի խթաններ ստանան իրենք իրենց կրթության վրա ներդրում անելու։ Բայց այստեղ կա մի կոմպոնենտ, որը մենք պարտադիր պետք է ավելացնենք, որովհետև եթե այդ կրթության լավ կատարողականը եւ կրթությամբ զբաղվելը պետք է նաեւ բերի որոշակի պայմանական ասած բոնուսներ, կրթությամբ չզբաղվելը պետական պաշտոնյայի համար պետք է բերի մալուսներ։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ պաշտոնյան ինքը իր կրթությամբ չի զբաղվել, մենք չենք տեսնում, որ պաշտոնյան կրթությամբ իր կրթության ուղղությամբ ծախսեր է արել, հետեւյալ համապատասխանաբար այդ վճարման համակարգը պետք է սկսի հետ աշխատել։ Այսինքն պետք է նվազի վարձատրությունը այն տրամաբանությամբ, որ պաշտոնյան չի օգտվել այդ հնարավորությունից եւ ներդրում չի արել իր կրթական խնդիրներ, ոչ թե խնդիրները, իր կրթական ցենզը շարունակաբար բարձրացնելու համար։ Հարգելի գործընկերներ, մենք աշխատանքային մակարդակում քննարկել ենք, բայց ուզում եմ այստեղ էլ հատուկ ընդգծել, որ մեր գաղափարաբանության, մեր հայեցակարգերի, մեր տեսլականի, պետության ամրապնդման, որը մենք ձևակերպում ենք որպես նոր որակի պետություն եւ պետության վերելք, եւ դա ծրագրում արձանագրված է որպես մեր կարևոր անելիք եւ հայեցակարգային մոտեցում, այս համատեքստում մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի կառավարությունը նպաստի սոցիալական կապերի եւ սոցիալական շփումների ամրապնդմանը։ Մենք երբեմն դա չենք նկատում, բայց ժամանակների փոփոխությունը իր հետ բերում է սոցիալական կապերի թուլացում եւ սոցիալական, եթե կարելի ասել, դեզինտեգրացիայի որոշակի վտանգներ են առաջանում։ Սա կապված է մի քանի հանգամանքների հետ, օրինակ խորհրդային ժամանակներում շատ սովորական բաներ, երբ որ ցանկացած մարդ, ցանկացած ժամանակ կարող էր գնալ ցանկացած այլ մարդու տուն, օրինակ, եւ դա տարօրինակ չէր թվա ոչ մեկին։ Բայց հասկանալի է, որ ժամանակի բերումով այս տրամաբանությունը փոխվում է, բայց սրան ավելանում է այն, որ սոցիալական անմիջական շփումը հայտնվել է լրջագույն մարտահրավերի ներքո սոցիալական ցանցերի զարգացման բերումով։ Այսինքն երբեմն հիմա ընտանիքի անդամները իրար հետ մեսենջերներով ավելի շատ են շփվում, քան թե իրար տեսնում են, բայց ինչ ենք մենք առաջարկում այս տրամաբանությամբ։ Մենք առաջարկում ենք, որ պետությունը սոցիալական անմիջական շփման հարթակների վերաբերյալ ունենա հայեցակարգային մոտեցումներ եւ զարգացնենք մենք սոցիալական անմիջական շփման հարթակները։ Ինչ նկատի ունենք։ Իմիջիայլոց ասեմ, այդ process-ները արդեն իսկ գնում են, հանրությունը ինքը ինքնակազմակերպվում է եւ ինտուիտիվ այդ ուղղություններով շարժվում է։ Մշակութային կյանքը օրինակ
սոցիալական շփման եւ սոցիալական կապերի ամրապնդման շատ կարևոր հարթակ է։ Հոգեվոր կյանքը սոցիալական կապերի ամրապնդման եւ սոցիալական շփման շատ կարևոր հարթակ է եւ մշակույթի ոլորտում մենք տեսնում ենք, որ զարգացումներ կան եւ մենք այդտեղ նաեւ նորություն չի, ունենք ծրագրեր ռազմավարական, որոնք իրականացնում ենք։ Ես կարծում եմ, որ մենք պետքա լրացուցիչ կոմպոնենտներ ավելացնենք կամ արդեն իսկ մեր որդեգրած ծրագրերը ավելի ուժեղացնենք եւ ընդլայնենք։ Մասնավորապես տարիներ առաջ մենք երիտասարդական կենտրոններ ստեղծելու այդ գաղափարն ենք ներդրել եւ իրականացնում ենք։ Հիմա մեզ պետք է ավելի շատ կենտրոնանալ այդ թեմայի վրա։ Հաջորդը, որի մասին կուզենայի նշել, էլի մենք պլանավորել ենք գրադարանների վերափոխման եւ նոր գործառույթով օժտելու ծրագիր հայեցակարգ եւ մենք կարծում ենք, որ մասնավորապես խրախուսել ընթերցանության ակումբները եւ էլի նման ծրագրեր, որոնք մարդկանց կօգնեն եւ կհրավիրեն առանց սմարթֆոնների շփման, մենք պետք է այդ հարթակները խրախուսենք եւ լավ լուրն է նա, որ իմիջիալոց էսել է բան արած հանրության կողմից կամ պարտադրված կամ ի ցույց դրված։ Ես օրինակ մեր գործընկերները կվկայեն, որ երբ որ մենք խոսել ենք գրադարանների վերափոխման մասին, ներդրումներ անելու անհրաժեշտության մասին, ես շատ հոռետես եմ եղել, որ թե ինչքանով այդ հնարավոր է այդ հարթակները ակտիվացնել, բայց շատ անսպասելի 1-2 տեղից ստացել եմ հրավերներ, որ մարդիկ հրավիրել են այցելել, տեսնել ոնց են ապրում իրենք, այսինքն գրադարաններ եւ այլն, եւ ես մեծ հաճույքով արձանագրել եմ, որ գրադարաններում կյանք կա եւ դա շատ կարեւոր նորություն է եւ մենք հիմա պետքա նպաստենք այդ կյանքի հետագա զարգացմանը։ Հաջորդ խնդիրը լավ լուրը եւ նորությունը հետեւյալն է, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով ստեղծել ենք բավականին բարձր որակի ֆիզիկական ենթակառուցվածք եւ մենք այդտեղ այդ ենթակառուցվածքների ճարտարապետական առանձնահատկությունների հետ առնչվելով հասկանում ենք, որ մենք խնդիր ունենք եւ ունենք հնարավորություն, որպեսզի դասապրոցեսներից դուրս այդ հարթակները ծառայեն համայնքներին, սոցիալական շփումների, սոցիալական կապերի եւ սոցիալական շփում ասելով մենք նաեւ կրթությունը նկատի ունենք, ոչ ֆորմալ կրթությունը ինքը նույնպես սոցիալական շփման հարթակ է եւ այստեղ էլ մենք մեր ընկալումները պետքա փոխենք, որ դպրոցները դասապրոցեսը ավարտվեց, դռները փակում են, գնում ենք տներով։ Ոչ այդ ենթակառուցվածքները մենք ստեղծել ենք, որպեսզի լիարժեք ծառայի համայնքին։ Հիմա օրինակ մենք շատ մանկապարտեզներում ունենք այնքան մակերեսներ, որոնք էականորեն ավելին են, քան անհրաժեշտ են հենց մանկապարտեզի բուն նախադպրոցական կրթության process-ը կազմակերպելու համար։ Դպրոցների դեպքում էլ կան այդպիսի իրադրություններ, բայց դպրոցների դեպքում նաև օրվա մի մասը առնվազն ազատ է։ Մենք պետքա այդ ընկալումն էլ փոխենք եւ համայնքը պետքա դպրոցներում ապրի։ Դպրոցները պետքա դառնան համայնքային կենտրոններ։ Այդ թվում մարզական ենթակառուցվածքները եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս ամեն ինչը ասում եմ, որ մենք այդ խնդիրը չանտեսենք եւ չթերագնահատենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք ինքներս մեզ սմարթֆոններից հանելու եւ իրական կյանքում մարդու հետ հանդիպելու հնարավորություններ ստեղծելու եւ զարգացնելու, իհարկե չակնկալելով որևէ մեկի ձեռքից իր սմարթֆոնը վերցնել կամ դրա օգտագործման հնարավորությունները սահմանափակել, չնայած գլոբալ process կա կապված անչափահասների հասանելիության հետ, այդ թվում սոցիալական ցանցերի, մենք ծրագրում դրան ենք անդրադարձել եւ հետագայում ավելի մանրամասն կքննարկենք, թե ինչ պիտի անենք, եւ այս առումով չափազանց կարեւոր եմ համարում նախընտրական շրջանում երեխաներին տված մեր խոստման ճշգրիտ իրականացումը, իսկ այդ խոստումը նրա մասին էր, որ մենք առաջիկայում հանրապետությունում
կունենանք առնվազն 100 կոմբինացված խաղահրապարակներ, ներառյալ համայնքային լողավազանները, որի պիլոտային օրինակը մենք Իջևանում արդեն ստեղծել ենք, եւ սա էլ շատ կարևոր մի ծրագիր է, մանավանդ կրթահամալիրների մեր ծրագրի հետ պետք է մենք անպայման ինտեգրենք այս ծրագիրը, որպեսզի խաղահրապարակների ճիշտ ցանց ունենանք Հայաստանի Հանրապետությունում, որոնք դպրոցներում արդեն արկա խաղահրապարակների հետ ամբողջական ծածկույթ ապահովեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի երեխաներն էլ իրենց հերթին սմարթֆոնից դուրս գործողություններ իրականացնելու ժամանց ունենալու հնարավորություն ունենան, իհարկե սրան զուգահեռ նաև 100 արտադպրոցական հաստատությունը շատ կարևոր եմ համարում, խոսքը վերաբերում է մարզադպրոցներին, խոսքը վերաբերում է արվեստի դպրոցներին, խոսքը վերաբերում է երաժշտական դպրոցներին, այսինքն ֆիզիկական կյանքի առանց պայքարելու վիրտուալ կյանքի դեմ, որովհետև դա բացարձակապես անիմաստ գործ է, անհրաժեշտ է ֆիզիկական կյանքի հնարավորությունները եւ ենթակառուցվածքները մաքսիմալ ուժեղացնել, որովհետև իրականությունը այն է, որ վիրտուալ կյանքի զարգացումը մի ինչ որ կետից ֆիզիկական կյանքի նկատմամբ պահանջարկը եւ հետաքրքրությունը ավելի մեծացնում է եւ ելնելով այն կանխավարկածից, որ ազգային ժողովում մանրամասն քննարկում տեղի ունենալու, ուզում եմ ընդգծել առողջության ապահովագրության համակարգում մեր առաջիկա անելիքը, այդտեղ մենք խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչության հանրապետության ներառել առողջության ապահովագրության համակարգում։ Այդ ուրիշ հարց է ապահովագրության համար, որ դեպքում ով կվճարի։ Բայց նաև կարևոր է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը իրոք դառնա համընդհանուր եւ մենք հանրապետությունում չունենանք մարդ, ով դուրս է մնացել առողջության ապահովագրության համակարգից։ Հարգելի գործընկերներ, համառոտ սա էր, մանրամասն քննարկում կունենանք, բայց ես ուզում եմ իմ զեկույցը ավարտել ծրագրի նախագծի ամփոփում բաժնի պարզապես ընթերցումով եւ մեջբերումով, որը հետեւյալն է։ Այս ծրագրի հիման վրա կառավարությունը ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը եւ իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Այսքանը այսօր կշարունակենք քննարկումը ազգային ժողովում եւ իհարկե հիմա էլ կշարունակենք, եթե ունենաք հարցեր եւ դիտարկումներ։ Խնդրեմ։ Չկան հարցեր եւ դիտարկումներ, ելի ուզում եմ կառավարության անդամներին եւ մյուս գործընկերներին շնորհակալություն հայտնել ծրագրի նախագծի վրա կատարված աշխատանքի համար։ Զավեշտը այն է, որ ես արձանագրում եմ, որ առաջին անգամ է, որ մենք կառավարության ծրագրի վրա այսքան աշխատելու ժամանակ ունենք։ Նախկինում մեր կարգավորումների, ճիշտն ասած, մի փոքր տարօրինակ լինելու բերումով մենք անդադ ինչ-որ ցայտնոտային վիճակներում ենք աշխատել ծրագրի վրա, այս անգամ հանգիստ աշխատել ենք եւ քննարկում ենք արել եւ առցանց ենք աշխատել։ Իմիջիայլոց մենք ծրագրի հատված է նաեւ նոր սահմանադրության նախագիծը եւ մենք նոր սահմանադրության մեջ այս հատվածին էլ ենք ուշադրություն դարձել, որ նոր ձևավորվող կառավարությունը ի վերջո պետքա պատշաճ ժամանակ ունենա իր ծրագրերը, հայեցակարգերը, ռազմավարությունները ձևակերպելու։ Ընդհանրապես եկեք հետադարձ նայենք 2018 թվականին, երբ որ հեղափոխության արդյունքում մենք ստանձնեցինք կառավարումը եւ ասենք կարգավորումները 3 օրում էս պետք է անես, 5 օրում էս պետք է անես, 15 օրում դեռ նույնիսկ շենքին առանց ադապտացվելու
այդ կարգավորումները իրոք տարօրինակ են, բայց դրանց մի մասը սահմանադրական են եւ դա հնարավոր չէր օրենքներով փոխել, բայց դա առանձին քննարկման թեմա է, սահմանադրության թեմային նույնպես ազգային ժողովում ավելի մանրամասն կանդրադառնա։